Ուշքի արի Օլգա, արադա քանի քեզ չես մատնել։ Մամ, մի բան ասա, խոսա, չգիտենք էլ ինչ մտածենք։ Ինձ որ լսեք հիվանդանոց կտանեք։ Ինձ կներեք, խնդրում եմ։ Ոյ, մամ։ Ուղղակի չգիտեմ ինչ կատարվեց ինձ հետ։ Բայց ինչու։ Ուղղակի հանկարծ զգացի, որ շունչս կտրվում է, խեղդվում եմ։ Մեզ վախացրիք։ Կարևորը հիմա լավ եք, չէ՞։ Չխաբես։ Լավ եմ։ Հա, հիմա հացել կուտենք ավելի լավ կզգաք։ Մանան ջան, սեղան դիր։ Չէ, շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, բայց իրոք հարկավոր չի։ Փաստորեն դու քո ընտանիքում ես։ Չեմ հավատում։ Նույնիսկ ֆիլմերում սենց չի լինում։ Գոնե սուրճ կխմեք։ Այս սուրճից մաման հաստատ չի հրաժարվի։ Մանան դե սուրճ դիր մետ։ Չէ, շատ շնորհակալ եմ, բայց իրոք կարիք չկա։ Մենք եկել ենք ձեզ հրաժեշտ տալ։ Հրաժեշտ տալու, բայց ուր եք գնում։ Մաման երևի սխալ արտահայտվեց, որովհետև հրաժեշտ տալու գալիս են ինչ-որտեղ մեկնելուց առաջ։ Իսկ մենք ամենայն դեպս հիմա ոչ միտեղ չենք պատրաստվում գնանք։ Չէ, մենք վերադառնում ենք Մոսկվա։ Մամ ջան, մենք տանը խոսել հասկացել էինք իրար։ Ինչի՞ ես հիմա անտեղի այդ թեման բացում։ Այն դեպքում, երբ մենք եկել ենք Լեոյին տեսնելու։ Իրականում ես շատ կտխրեմ, որ գնաք։ Չի մենակ, դու։ Մենք բոլորս կտխրենք։ Մենք արդեն հասցրել ենք բաբային սիրել մեր տան անդամի պես։ Ես հենց դրանից եմ փախչում։ Ես ձեզնից եմ փախցնում, որդուս, ձեզնից։ Ինձ կներեք։ Հիմա հաց, թե սուրճ։ Ալո։ Ավտոյտերն է եկել։ Արի որ պայմանավորվեք։ Ասես ոնց ես մարդու փողերը փակելու։ Ալո։ Ինչ կա։ Ո՞նց գնացել է երկրից։ Բայրը խես։ Հավ ինչ ա եղել։ Վատ երաս տեսա։ Ինչ էր որ։ Երազիս եկել ուզում էր ինձ պաչեիր։ Հենց հիմա ինձ բացատրում ես ինչա կատարվում։ Եթե դու այդ չարեցիր, ես կսկսեմ մտածել, որ դու շատ լուրջ գաղտնիքներ ունես, ու ինձ էլ մինչև վերջ չես վստահում։ Արի օգնում։ Օգնելու փոխարեն ասա տեսնեմ ինչա կատարվում։ Ոչ մի բան չի կատարվում։ Ուղղակի ես հիմա քո պահվածքից եմ ինձ վատ զգում։ Հա, մամ, ես գիժեմ ինքս ինչ ջղայնանում եմ։ Ըստ քեզ ոչ մի բան չի եղել։ Ինչի համար Լեոյից տանը ասացիր, որ մենք պիտի գնանք, որ հրաժեշտ ենք տալիս միմյանց, երբ որ մենք տանը խոսել հասկացել էինք իրար։ Իսկ ինչ էինք հասկացել։
որ մենք դեռ մնալու ենք Հայաստանում։ Ես քեզ նման համաձայնություն չեմ տվել, Բալեսը։ Ուղղակի լռել եմ, իսկ լռությունը համաձայնություն չի։ Բայց դու չէիր էլ ասել, որ գնում ենք Լեոյենց տուն հրաժեշտ տալու։ Եթե նախապես իմանայիր ինչ-որ բաներ փոխվելու։ Ես չէի գա քո հետ։ Ու սենց անհարմար դրության մեջ չէի հայտնվի։ Բայց ինչ վատ բան եմ արել, որ հիմա դու տենց բարկանում ես ինձ վրա։ Նույնիսկ այն փաստը հաշվի չես առնում, որ այդ մարդկանց տանը վատացա։ Հետ էլ էր շատ տարօրինակ։ Ինչի հանկարծ վատացար։ Ովա, Բալես, հիմա քո պահվածքն է ամենատարօրինակը։ Մի խոսքով, ես հիմա Մոսկվա չեմ վերադառնալու։ Քեզ էլ խորհուրդ կտայի իմ հետ անկեղծ լինեիր։ Մամ, դու իմ համար շատ թանկ ես։ Ու դրա համար խնդրում եմ քեզ, մի արա նենց բաներ, որ մեզ իրարից կհեռացնեն։ Օգնել եմ Տեր։ Օգնիր։ Որովհետև հանձնվել չեմ ուզում։ Իմ կյանքը դժվարություններով ու խնդիրներով է լցված եղել, բայց ոչ մի անգամ չեմ դժգոհել, չեմ փնփնթացել, առավել ևս չեմ հանձնվել, որովհետև միշտ զգացել եմ քո ներկայությունն իմ կյանքում ու իմ ընտանիքում։ Բայց հիմա առաջին անգամ կյանքում զգում եմ, որ սպառվել եմ։ Օգնի ինձ։ Ուղղորդի ինձ։ Բարև։ Բարև։ Լավ ես։ Եկեղեցում երբեք վատ չեմ լինում։ Ման վերցնեմ քեզ։ Ես արդեն վարել եմ, դու վարի, ես քեզ կսպասեմ։ Եթե ուզում ես, կարող եմ չսպասել ու գնալ։ Չէ։ Ես ուրախ կլինեմ, որ ինձ ընկերակցես։ Ինչի զանգերից չես պատասխանում, աղջիկ ջան, կատաղել ես։ Իզուր առանք է թե հեռախոսը։ Լավ։ Այսքան տարի ամեն գիշեր ինձ նույն հարցն է տանջել։ Արդյոք ողջ ես։ Արդյոք լավ ես թե ոչ։ Օգնության կարիք ունես, չունես։ Տեր Աստված, այսօր չհասկացա ինչ կատարվեց ինձ հետ։ Ներիր ինձ, Տեր Աստված, օգնիր ինձ, ուղղություն
Ինչ կա կյանքս, ես չես քեզ ցած թանկացնում, որ Խոսա վարդիկ դերս հիմա էլ լրություն ես հայտարարել։ Սի արա, որ հասել եմ այդտեղ գլխիդ մի փունջ վարդ կտնգեմ։ Հա? Դու քանի գլխանի ես, որ առանց մեզ տեղյակ բայելու զանգում ես քրոջս, թե որ միջև հիմա շնչում ես, մտածում ես մարսել ես արածները, տարա։ Արա դու հիվանդ ես լրիվ արա։ Կարող եմ մյուս տեսնվելուց նես տեսնենք մի անգամից ճամփեմ տնեցիկիդ մոտ այն աշխարհ արա։ Դու մեռար արա։ Իսկ միջև սատկել ես, լեզուդ կտոր եմ անելու, որ էլ ծանողներիս մասին հանկարծ չխոսաս։ Ինչ ա եղել Գրիշո։ Ինչ եք ուզում իրարից։ Դուրս արի հլը։ Ու ենթադրում եմ, որ ես հեռախոսն էլ դու ես տապել անինքնասեր քրոջս, բայց ոչինչ, մի ժամից լինես մալականի այգում, ես հեռախոսը ծամելու ես արա։ Լեո, խնդրում եմ, պետք չի։ Դուրս արի ասում եմ քեզ։ Իսկ դու լսի քեզ ինչ եմ ասում արա։ Գալուս տնեցիկիդ պարտադիր հաջող կանես, որտեվ հետ չես եթալու, հասկացար։ Մամ, ինչ ես անում։ Մեր իրերն եմ հավաքում, բալես։ Տեսնում եմ։ Ու ինչի համար։ Որ գնանք։ Չէ, դու ինձ իրոք գժանոց կհասցնես։ Ես անընդհատ քո հետ խոսում եմ, բացատրում, բայց դու ինձ բանի տեղ չես դնում։ Նենց տպավորությունա ոնց որ քո համար գոյություն չունենամ։ Էլ չասես տենց բան։ Լսում ես։ Չասես։ Դու գիտես, որ այս աշխարհում քեզանից կարևոր ոչ մի բան չկա ինձ համար։ Ուրեմն, հաշվի նստի իմ հետ։ Գնում ենք Մոսկվա ու էլ չի քննարկվում։ Չի քննարկվում։ Քննարկվում է, ու այն էլ ոնց պիտի քննարկվի։ Ախր ես չեմ հասկանում, ինչ ա կատարվում։ Ախր դու միշտ էլ կարևորել ես ինձ ու իմ խոսքը, հիմա ինչի ինձ չես լսում։ Հերիքա, հա, ձենդ իջացրու։ Տես ուր ենք հասել, որ ձայնս եմ բարձրացնում։ Սենց բան երբեք չի եղել։ Նաև երբեք չի եղել, որ դու քեզ սենց պահես։ Մամ, մենք միշտ էլ խոսել, քննարկել ենք կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։ Ես զանգել եմ ու տանտիրոջն ասել եմ, որ ազատում ենք իրենց տունը։ Ես չեմ գալու։ Չես գալիս։ Ապրես տղա ջան, ապրես, որ ինձ մենակ ես թողնում։ Չէ, մամ, սա գնալ չի, սա փախնել է։ Ու դեռ չեմ հասկանում ումից կամ ինչի համար ես փախնում։ Եթե իմ հետ անկեղծ լինեիր, կարող է հիմա քեզ հասկանայի ու ներողություն խնդրեի ես պահվածքիս համար։ Հասկացի տղա ջան, մենք հիմա ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ ամեն ինչ ինձ համար խորթ է կամ շատ վատ է, վատ հիշողություններ է արթնացնում։ Նորից նույն խոսակցությունը։ Ոնց պտտվում գալիս նույն կետում կանգնում ենք։ Գնում ենք ու վերջ։ Վայ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես էլ արդեն ուզում էի ասեի ուր է պապին։ Սեփական աչքերով տեսա ու մեկը հրաժարվում եմ հավատալ։ Փախչում էի մի իրականությունից,
որը Հայաստան մտնելու առաջին իսկ օրից մեր կողքին է եղել։ Վովան այդ սիրուն ընտանիքի երեխենը, այդ դեպքում ինչ ա պատահել, ինչի նրանց հայրը երեխու հետևից չի եկել, երբ պապիկն այդքան ցավով էր խոսում։ Ավելի լավ է հիմա չմտածեմ, որ չգժվեմ։ Ճակատագիրը շատ դաժան խաղաց ինձ հետ։ Մանան! Մանան! Բաղնիքում եմ։ Մանան դուրս արի, բացի դուրը, սպանելու եմ քեզ։ Տենոս ինչ ա եղել։ Ինչ ա պատահել։ Էս ինչա։ Հեռախոսը ինչ է։ Տենում եմ, որ հեռախոսա պապի, ավելին ասեմ, թորնուհուտ հեռախոսն ա, բայց եթե չեմ սխալվում, թորնուհիդ հեռախոս չունի։ Հիմա ունի ու ասեմ շատ թանկարժեք։ Ապուշ, ուր էր ուղեղդ, ոնց կարայիր այդքան ազգուշ լինեիր։ Ես մեռա։ Չեմ հավատում։ Հավատա պապի, հավատա ու խոստովանի, որ մենք անդաստիրակ ու անինքնասեր մեկին ենք դաստիրակել մեր տանը։ Նենց մեկին, որ իր աղբորը այսօրը կծողի հետ մինչև հիմա հանդիպում ա։ Մակունցները մեր տունը այսօրը կցեցին։ Ինձ էլ հետ է այսօրը կցեցին պապի։ Իսկ մեր թանկագին քուրը իմ դեմ մահապործ արած մարդուց հեռախոսա վերցնում։ Մի ասա խնդրում եմ։ Լեո, ես չգիտեի, երդվում եմ, չգիտեի, կներես ինձ։ Լսի, դու չես հանգստանում, հա? Պարտադիր պետքա մարդասպանություն լինի, որ հանգստանաս։ Ենկոմ գնալը մի խանգարի։ Կամնի մի հատ։ Փորձանք արա այդ լակոտը հանգիստ պարկած է յարա, թե ասա ինչ եկավ կապավ ջանիս արա, ոչինչ, դրա գլուխը կա պոկեմ ես ալել։ Ես քիչ էր ինչ որ եղավ։ Մի անգամ փորձանք եկավ չխրապվեցիք։ Մի անգամ արդեն փորձեցիր սպանել Լեոին։ Աստված այդ ժամանակ ուղղակի թե մեզ խնայեց, թե Լեոին։ Երկրորդ անգամ նույն սխալը մի արա։ Մի գնա Լեոյի հետ հանդիպման։ Ինչ ա եղել, լսել եք դեր ձայներն ուրա հասնում։ Մամա մի թող գնա։ Այս անգամ որ գնաց անդառնալի ա լինելու հետևանքները։ Մամա դες աղջկա ջուրդու թող հանգստանա էլի։ Ուր ես գնում։ Կիսատ գործերովս։ Մամա եթե այս անգամ գնաց արյունահեղություն ա լինելու։ Եթե հենց հիմա կանգ չառնես, զանգում եմ հոլդ։ Եղավ, ցավես կոմ։ Կամնի ասում եմ։ Իջի լա ավտոից։ Երբ որ իջնես, ես էլ կիջնեմ։ Սիրտը ցավում է այդ լակոտի համար։ Երկուսիդ համար է ցավում է սիրտս Գրիշա։ Ալավել մի դերասանություն արա է, իջի շուտ արա։ Իջի քեզ ասում եմ։ Դու ոչ միտեղ չես գնալու։ Դե տես ոնց կգնամ։ Հաճախ եմ այստեղ լինում, բայց ոչ մի անգամ քեզ չէի հանդիպել։ Հետաքրքիր է։ Նույնն էլ ես կարող եմ ասել։ Ես էլ եմ հաճախ այստեղ գալիս։ Փոքր ժամանակից միշտ այստեղ եմ գալիս, երբ օգնության կարիք եմ ունենում։ Իսկ ես ինչ-որ բանով կարող եմ օգնել։ Չէ,
Ապրես։ Լեոն լավ է։ Հա։ Լավ է։ Արդեն ապակինվում է։ Սարիկի հետ անպայման կգանք տեսության։ Եկեք, սիրով կսպասենք։ Ինչ եղավ։ Չէ, ուղղակի ես քո հետ անմիջական շփում չեմ ունեցել երբևիցե, ու միշտ մտածում էի, որ դու շատ ծանր ու բարդ բնավորության տեր տղա ես։ Մի խոսքով ծանր դեպք էլի։ Չէ, այսօր հասկացա, որ տեսքը խաբուսիկ է, որովհետև քեզ հետ ընդհանրապես անձրալի չի։ Դե, եթե սենց անկեղծանում ենք, ես էլ անկեղծանամ։ Լավ։ Ասեմ քո մասին ինչ եմ մտածում։ Ասա։ Մտածում եմ, որ դու շատ հավասարակշռված, շատ ծանրակշիռ ու խաղաղ աղջիկ ես։ Մի տեսա քեզանից հանգստություն է գալիս։ Շնորհակալ եմ։ Քեզ եմ շնորհակալ, որ ընկերակցեցիր ինձ։ Լավ է, որ հանդիպեցինք։ Ուշադիր լսի, ինչ եմ ասում, շատ կարևոր է։ Ինձ շատ արագ պետք է ճշտես Ռոզի Մանթաշյանը եւ Լիլի Սարգսյանը, որ երկիր են գնացել։ Վերջի 5 օրվա ընթացքում։ Տեսում երեխան։ Ես հիմա երկրում չեմ եւ չեմ կարող շատ հանգիստ բացատրել ճշմարտությունը։ Նկարում իմ ու Ավոյի երեխան։ Ռոզի։ Ով ենք մենք քո համար մանն։ Ես, պապին, Դավոն, ով ենք քո համար։ Ով ենք։ Միջղայնացի բալակեր չի կարելի։ Դուք իմ ընտանիքն եք։ Ընտանիք, որի հանդեպ մի գրամ հարգանք չունես, անամոթի մեկը։ Կներեք ինձ, խնդրում եմ, որ ներեք։ Եթե ես իմանայի, որ դա ողբորս հետ տենց բան է արել։ Ինչ պիտի անեիր։ Ավելի թանկ նվեր պահանջեիր։ Ոնց չես ամաչում դու։ Դու իմ արունը ավելի թանկով կծախեիր, որովհետև չգիտես, ընտանիքն ու պատիվը ինչ է։
Ընտանիքի արժեքը չգիտես մանան։ Հերիք չի դու անինքնասեր ես, մի հատ էլ մեզ ես անինքնասեր քո պես դարձնում։ Դու ընդհանրապես մտածում էիր ինչ ես անում։ Հասկանում եմ, դրա համար եմ ներողություն խնդրում։ Ես խոստանում եմ, կտանեմ հեռախոսը կշպրտեմ իրան։ Դու ոնց ես քեզ թույլ տալիս արհամարել եղբայրներիդ խնդրանքը, պահանջը, ու նորից գնում ես հանդիպում այդ անպատկառ լակոտի հետ։ Որովհետև ինքն էլ է անպատկառ։ Ես իմ ձեռքերով կխեղդեմ այդ քո լակոտին։ Նա ով է, որ իմ թոռան վրա ձեռք բարձրացնի, անձամբ եմ սատկացնելու։ Սրա նմանի պատճառով է, որ լակոտը մեզ չի հարգում։ Լեո! 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 Վայ կորացես, գտի ծարունա գալիս։ Լեո, աղբեր ես, ինչ է եղել։ Շուտ արա, սարույց պետ, շուտ արա։ Լեո ջուն։ Մանա, շուտ։ Ինչ ես անում, մամ։ Տուն անցի։ Մամա չթողես գնա, եթե գնաց հոշոտելու են իրար։ Հա, ես դրա վիզը կտրելու եմ։ Ձայնդ կտրի։ Գրիշը ոնց որ արյան կարոտ լինես։ Արա բետ ով է որ իմ հետ տենց խոսա է, էսի դրա վերջն է, ես քեզ ասում եմ։ Մտի տուն, եթե չես ուզում հորդ զանգեմ։ Զանգի մամ։ Հերիքա դու խառնվես։ Ու ոչ մեկդ իմ գործերին չխառնվեք։ Անելու եմ այնպես ոնց ճիշտ եմ գտնում։ Կաննի քեզ ասում եմ։ Մամ մի բան արա գնում ա։ Ես անզոր եմ, պիտի զանգեմ հորդ։ Միայն ինքը կարող է ուշքի բերել Գրիշոյին։ Մամա, իսկ եթե ուշ եղավ, եթե վնասեցին իրար։ Չի պատասխանում հայրդ։ Ուրեմն առավել եւս չպիտի թողեինք, որ գնար։ Մի տարբերակ կա զանգի Լեոին, համոզի թող չհանդիպի հետը։ Լեո, աղբերս աչքերդ բացի։ Ինչ եղավ է։ Ուշքի չի գալիս, բժիշկ կամ չի։ Սպասելի, պապի։ Շուտ արա։ Աղբեր ես։ Հա, ոնց ես։ Կորանամ ես։ Մամ, արդեն չափից դուրս է այս ամենը։ Չափից դուրս բան չկա, գնում ենք ու վերջ։ Ախր իմ կարծիքն էլ պետք է հաշվի առնվի։ Տղա ջան, ես միշտ եմ քո կարծիքը հաշվի առել։ Խնդրում եմ, այս հարցով էլ դու իմ կարծիքը հաշվի առ, կլինի։ Մամ, կլինի նստես նորմալ խոսենք։ Նորմալ ասում եմ։ Գնում ենք Մոսկվա։ Որն է պատճառը։ Տենց է ճիշտ։ Ուրեմն ես չեմ գալիս։ Մնում եմ։ Չէ, դու ինձ ձեռք ես առնում։ Չէ, մամ։ Բայց ոնց որ դու ես ինձ ձեռք առնում։ Ոչ հարցերիս ես պատասխանում, ոչ պատճառն ես ասում։ Տանն ասում եմ, արի չխոսենք այս թեմայով, հասնում ենք Լեոյից տուն, ասում ես երկրից գնում ենք։ Հիմա էլ իրերն ես հավաքել։ Խոսա իմ հետ, հասկանամ ինչ է կատարվում։ Այս անորոշությունը ինձ հունից հանում է։ Ախր, բալես հասկացի, ինչքան գումար ունենք, արդեն ծախսել ենք։ Ոնց ենք ապրելու, կասես, հետո էլ մեր տունը թողած գանք վարձով ապրենք, հա։ Գումարի հարցը ես կլուծեմ։ Դու ինձ ճիշտն ասա։ Ճիշտը գնալն է ու վերջ։ Լավ ես։ Թեթևացար, հա։ Պապի արի շտապօգնություն կանչենք։ Կորի աչքիցս երեսը չտեսնեմ։ Ես ամեն ինչի մեղավորը դու ես։ Քեզ են օրն եմ գցելու շուրը ձեռից թաչարնի։ Քեզ հեռախոս էր պետք, հա։ Այդ լակոտը պետք է քեզ հեռախոսն ու գնել գից։
Զգուշ։ Արի բալա։ Արի։ Ինչ ես ուզում։ Տուլը դրան հեռախոսը։ Մի զանգի Գրիշ։ Դու դրան ասում եմ։ Լավ չի զգում իրան վատացել, ասում եմ մի զանգի։ Սարետի վատացել է թե վախեցել է։ Զգուշ։ Վարկի լավ կլինի։ Վարկի ցավ տա։ Հեսա կանցնի, լավ կլինի ցավ տա։ Այդ ինչ հեռախոս ես նվեր ստացել։ Դավ ես չգիտեի, որ Ինչ չգիտեիր։ Մանան ինչ չգիտեիր։ Դու հիվանդ ես, հոգեկան ես դու։ Քանի անգամ կարելի է ասել։ Այսինքն աղբորդ գան ուզենաս սպանեն, դու դրանից հեռախոս վերցնես նվեր։ ասում եմ չգիտեի, որ Լեոին ինքն է խփել։ Համել դուք մինչև էտել էիք դեմ։ Բա որ այդքան ասում եմ, ինչ եմ ասում, չես հասկանում։ Գիժես դու։ Անիկնասեր ես։ Չէ։ Ես էիր ուզում։ Լախպորդ վիճակը նայի։ Վերջացրեք։ Լեոն լավ չի զգում իրան։ Չգիտեմ էլ քեզ ինչ ասեմ։ Վերջ հերիքա։ Դուրս գնացեք, ասում եմ, լավ չի զգում իրեն։ Լավ, վերջ։ Այդ աննասուն մարդու տասը հələ թող դուրս գա։ Նա հանգստացի ու ամուսնուս մասին նորմալ խոսա։ Գոնը մի պաշտպանի, էլի մի պաշտպանի։ Իսկ դրանով ավելի ես գժվացնում։ Բա ինչ անեմ։ Քոպես նվաստացնեմ աղոյին։ Այդ ժամանակ դու քեզ լավ կզգաս, չէ՞ ունամ։ Ախր դու ոչ ես հասկանում, որ այդ քեզ նվաստացնում է, ոտքերը վրեդ մաքնում է։ Բայց ես այդ թույլ չեմ տա։ Ուր է սարա դուրս արի։ Մի գորգրա, տանը չի։ Այդ անասունը զանգերիս էլ չի պատասխանում։ Հունա նորից եմ ասում, նորմալ խոսա ամուսնուս մասին։ Ախր ես զարմանում եմ, դու ոնց չես տեսնում դա ինչ անում քո հետ։ Ոնց է քեզ դժբախտացնում։ Ավոն ճիշտ է ասում։ Դու ամեն ինչ անում ես, որ մեզ բաժանես։ Էրնագոնը հիմա սթափվի էլի։ Դու ոնց չես հասկանում, որ քո հետ Ալֆոնս Սավոն ընդամենը մի նպատակ է հետապնդում։ Ոնց ուզի քո հետ վարվի, որովհետև ես հիմա իրան խանգարում եմ։ Դու խոստացար, որ ինձ ազատ կթողնես։ Որ ես ինքնուրույն կկայացնեմ իմ որոշումները, բայց ոնց հասկանում եմ, չէ։ Դու շարունակում ես իմ փոխարեն որոշել, թե ես ոնց ապրեմ։ Որովհետև ես չեմ կարող աչք փակեմ։ Չեմ կարող աչք փակեմ իմ տեսածի վրա։ Չեմ կարող թույլ տամ, որ քեզ նվաստացնի, դավաճանի, քո փողերով սիրուհի պահի։ Ես տեղյակ եմ Ավոյի սիրուհուց ու ներել եմ։ Իսկ կարող է Ավոյի սիրուհուց ունեցած երեխուց էլ ես տեղյակ։